ապրիլի 1-ն է, աշտարակ Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում Mercedes Magnişi ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, քարերին, հողաթմբերին եւ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Եղվարդի շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաեւ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը, հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանը եւ Վաշտի հրամանատար Սահակ Գալստյանը։ Շտաբ օգնության բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Այս պահին օպերատիվորեն ժամանած պարեկները սահմանազատել են տարածքը, վթարի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության, Նայիրի քննչական բաժին։ Իմ տեղեկություններով արդեն հերթապահ քննիչը բաժնի պետ Յուրա Պապյանի գլխավորությամբ մեկնել են հիվանդանոց, ովքեր այնուհետև կժամանեն դեպքի վայր։ Դեպքի վայր են ժամանել նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նայիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Այս պահին պարեկները պարզում են համայնքային ոստիկանների հետ ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ վիրավորների ինքնությունը։ Իմ տեղեկություններով վիրավորները ամուսիններ են, մեծահասակներ, այս պահին արդեն նաև դեպքի վայր պետք է ժամանի ավտոքարշակը, որպեսզի այն տեղափոխեն հատուկ պահպանվող տարածք։